Էս էլ իմ հայտնագործությունս Անժելիկա, տես ինչ խմեր վեհամով Անուշ ուդենք Տատջան Արջինաբադի մուրաբայա նա ինչ լավն է հիմա հանգստանում է ինքը որ վաղը մի հատ էդ յարացրան վերջնական ու փակեն այն սիրունակույն է մեղրի պես տատս կարաս գցես քո ստորիների մեջ ուրախ ձմեռ առողջ անփորձանք տատնայի վերջնական մուրաբան ինձ սիրուն գույն է եղել հեսա մի քիչ հետո կլցնեմ բանկեքը ասել 3 հատ եղած մառոդինյան դե իրիք այդքան չեմ սիրում այնքան պապանա սիրում անում ենք այդպես սիրուն կփակենք ձմեռներն անուշ կուտենք համեցեք այդպես տատջան դենա մինչև հլը մի անգամ էլ կփակեմ ես մուրաբեն շատ ենք սիրում էլի համավարի նմանամանդ որ կարակով ուտում ենք մեղրի նման էլի լինում Քանի որ էկլեր պատրաստելիս ձեզանից շատերը ունեցել են անհաջող փորձ, այսօր մանրամասն կկիսվեմ էկլերի բաղադրատոմսով, որը կստացվի բոլորի մոտ, անգամ նրանց մոտ, ովքեր երբեք չեն պատրաստել։ Դե ինչ, սրտիկեք ու պահպանեք այս հոլովակը ու անցնենք գործի։ Կաթսայի մեջ լցնում ենք 2 բաժակ ջուր, բաժակի չափը 250 մլ, 300 գրամ կարագ կամ մարգարին, 1 թեյ գդալ աղ, 1 ճաշի գդալ շաքարավազ, այնուհետև կաթսան դնում ենք գազօջախին ու հասցնում եռման աստիճանի։ Եռման պահից սկսած ավելացնում ենք 2 բաժակ մաղած ալյուր ու արագ խառնում, մոտ 2 րոպե անց կրակը անջատում ենք։ Դնում ենք մի կողմ ու թողում հովանա։ Որից հետո խորը ափսեի մեջ կոտրում ենք 7 կամ 8 հատ ձու, խառնում ու ավելացնում խմորի մեջ։ Եթե ձուն մանր է, ավելացրեք 8 հատ, եթե խոշոր է, բավական է 7 հատ։ Հարիչով հարում ենք մոտ 2-3 րոպե եւ վերջ էկլերի խմորը պատրաստ։ Հիմա ձևավորում ենք էկլերները ու տեղափոխում ջեռոց թխվելու։ Ես ձևավորում եմ խոհարարական տոպրակի օգնությամբ, իսկ դուք եթե ձեռքի տակ չունեք, կարող եք ուղղակի գդալով խմորը ավելացնել։ Հիմա տապակը տեղափոխում ենք ջեռոց, առաջին 20 րոպեն թխելու ենք 220 աստիճանի տակ, որից հետո ջերմաստիճանը պակասացնում ենք մինչև 180 աստիճան ու թխում եւս 20 րոպե։ Իսկ այդ ընթացքում պատրաստում ենք կրեմը։ Կաթսայի մեջ կոտրում ենք 2 ձու, ավելացնում կես թեյ գդալ վանիլին, 1 բաժակ շաքարավազ, 3 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա կամ ալյուր։ Ստացված զանգվածը լավ խառնում ենք ու լցնում 1 լիտր կաթ։ Եվ որպեսզի գնդիկներ չառաջանա, լցրեք սկզբից կեսը լավ